Բարև ձեզ երկրորդ դասարանցիներ Ջան։ Նորից հանդիպում ենք իրար հետ եւ ես կատարելու եմ դասապատրաստման աշխատանքները։ Այսօր աշխատելու ենք երկնիշ թվերին տասնյակներ գումարելու եւ հանելու գիտելիքների շուրջ։ Գիտելիքների սրահում կհանդիպենք 27 գումարած 20 հավասար է 47։ Տեսեք երեխաներ, տասնյակներ ենք վերցնում եւ միավորներ։ 27-ը կազմված է 2 տասնյակից եւ 7 միավորից։ Իսկ 20-ը կազմված է 2 տասնյակից, միավորներ չկան։ Եթե միավորներ չկան, մենք պարզապես գումարում ենք տասնյակները։ 27-ը կազմված էր 2 տասնյակից, 7 միավորը թողնում ենք մի կողմ։ 20-ն էլ կազմված էր 2 տասնյակից, 2 տասնյակին եթե 2 տասնյակը գումարենք, կստանանք 4 տասնյակ։ Եվ կաբույտ ուլունքների 7 միավորն էլ կավելացնենք 4 տասնյակին, կդառնա 47 4 տասնյակ եւ 7 միավոր։ Նույն ձևով կատարում ենք հանումը։ 4 տասնյակ 6 միավորից պիտի հանենք 2 տասնյակը։ 4 տասնյակը, տեսեք, 4 շարք տասնյակներով ուլունքներ են։ Եվ 6 միավոր, տեսեք, 6 միավորին ոչինչ չենք արել, թողել ենք նույնությամբ, տասնավորների շարքից 2 տասնյակ դուրս ենք բերել։ Այսինքն 4 տասնյակից հանել ենք 2 տասնյակը, մնացել է 2 տասնյակ եւ 6 միավոր։ Այլ կերպ, եթե երեխաները ուզում են ավելի հեշտությամբ եւ արագ կատարել, նայում են, եթե միավորը 0 է, միավորին ձեռք չեն տալիս, միայն տասնավորներն են գումարում։ 2 տասնյակին գումարած 2 տասնյակ հավասար է 4 տասնյակ, կամ 7 միավորին գումարած 0 միավոր հավասար է 7 միավոր։ Քանի որ ցանկացած թվին 0 գումարելիս ստացվում է նույն թիվը, կարելի է այլևս չհաշվել 7 գումարած 0 հավասար է 7։ Պարզապես 7-ը գրառել։ Նույն ձևով հանման ժամանակ 4 տասնյակից հանած 2 տասնյակ հավասար է 2 տասնյակի, 6 միավորից էլ հանած 0 միավոր մնում է 6-ը նույնությամբ, 2 տասնյակ 6 միավոր 26։ Բառասրահի առաջադրանքներն էլ կատարենք եւ կանցնենք տետրի աշխատանքներին։ Տուր հարցեր գործածելով գումարել, հանել, տասնյակ բառերը։ Երեխաները արդեն վարժությունները կարճ տալու ժամանակ օգտագործում են այս բառերը։ Տուր այնպիսի հարցեր, որոնց պատասխաններում գործածվեն գումարել, հանել, տասնյակ բառերը։ Սոնան մտապահել է 73 թիվը, իսկ Հայկը 50 թիվը։ Որքան է նրանց մտապահած թվերի տարբերությունը։ Նայում ենք գծապատկերին, սա Սոնայի մտապահած 73 թիվն է, իսկ Հայկը մտապահել է 50 թիվը։ Տեսեք, ասում է, որքան է նրանց մտապահած թվերի տարբերությունը։ Հայկի եւ Սոնայի թվերը հավասարեցնենք։ Այսինքն, եթե Հայկի մտապահած թիվը 50 է, Սոնայի մտապահած թվից հանենք Հայկի մտապահած թիվը, կգտնենք ավելցուկը։ Տեսեք, եթե այս ավելցուկը չլինի, ուրեմն Սոնան էլ է 50 թիվը մտապահել, չէ՞, հավասար է։ Եթե 73-ից հանենք 50-ը, Հայկի մտապահածը, կմնա Սոնայի մտապահած թվի տարբերությունը, այսինքն Սոնան մտապահել է 23-ով մեծ թիվ, կամ Հայկը մտապահել է 23-ով փոքր թիվ։ Թվերի համեմատության վերաբերյալ խնդիր է։ Անցնենք տետրի առաջադրանքներին։ Վարժություն 294-ը պետք է հաշվենք կլոր տասնյակների եւ երկնիշ թվի գումարը։ 1 տասնյակ 4 միավորին գումարած 10-ը կամ 14-ին գումարած 10-ը։ Մենք գիտենք, որ տասնյակները եթե կլոր տասնյակ են գումարում, միավորին ձեռք չենք տալիս, պարզապես տասնյակն ենք մեծացնում։ 14-ին գումարած 10-ը հավասար է 1 տասնյակով մեծացնում ենք 24, 2 տասնյակ 4 միավոր։ 24-ին գումարած 10-ը հավասար է 34, 34-ին գումարած 10-ը հավասար է 44։ Զուգահեռ կարելի է նաև երեխաների տրամաբանությունը աշխատեցնել։ Տեսեք երեխաներ, երկրորդ գումարելին միշտ նույնն է 10-ը։ Առաջին գումարելին մեծացել է 10-ով, ուրեմն գումարը եւս մեծանում է 10-ով։ Հաջորդ գումարելին եւս 10-ով, նորից պատասխանից գումարից 1 տասնյակով ավելանում է հաջորդ արտահայտության արժեքը։ Տեսեք, 14-ին գումարած 10-ը, 24-ին գումարած 10-ը, 34-ին գումարած 10-ը։ Եթե 14-ին գումարած 10-ը հավասար է 24-ի, հաջորդը կլինի մի տասնյակ ավել 34, եւս մի տասնյակ ավել 44։ Նման օրինաչափություններին հարկ է, որ երեխաները ուշադրություն դարձնեն հետագայում ավելի հեշտ եւ արագ գործողություններ կատարելու համար։ Նույն ձևով կատարում են հաջորդ սյունակի վարժությունները եւ նորից նկատում օրինաչափությունները եւ գլխի ընկնում պատասխանները։ Այժմ կատարում ենք նույն վարժության
տարբերությունը, այսինքն տարբերության գործողությունը 295-ը 84-ից հանած 40, 8 տասնյակ 4 միավորից եթե 4 տասնյակը հանենք կմնա 4 տասնյակ 4 միավոր, 8 տասնյակ 4 միավորից հանենք 5 տասնյակը կմնա 3 տասնյակ 4 միավոր, նույն ձևով կատարում են հաջորդ սյունակի առաջադրանքները, 296 համարը կատարելու համար երեխաները պետք է ընտրեն գումարման հարմար եղանակը, մենք սովորել ենք, չէ, ամենահարմար եղանակը այն է, երբ ստացվում է կլոր տասնյակ, 27 գումարած 12 գումարած 8, այս 3 գումարելիներից ընտրում ենք այն երկուսը, որը եթե գումարենք կստանանք հարմար գումարելի կամ կլոր տասնյակ, դրանք 12-ն ու 8-ն են, որպեսզի մենք իրավունք ունենանք այս գործողությունները հեշտությամբ կատարել, մենք կարող ենք 27-ի և 8-ի տեղերը փոխել, 12-ին 8-ին գումարած 12, որպեսզի հեշտով կատարենք, կլինի 20, 20-ին էլ գումարած 27, 47, 24-ի և 13-ի տեղերը փոխենք, 7-ին գումարած 13 հավասար է 20-ի, 20-ին էլ գումարած 24 հավասար է 13-ի, 15, 22 և 5 գումարելիներից հարմար են 15-ը և 5-ը, որպեսզի ստանանք կլոր տասնյակ, 22-ի և 5-ի տեղերը փոխելով կստանանք 15 գումարած 5 հավասար է 20-ի, 20-ին էլ գումարած 22 հավասար է 42, 4, 55 և 16 թվերից գումարելիներից հարմար են 4-ը և 16-ը, այսինքն պետք է տեղափոխենք 55-ը և 16-ը, 4-ին գումարած 16 հավասար է 20-ի, 20-ին էլ գումարած 55 հավասար է 75-ի, այժմ անցնենք խնդիրներին, խանութում կար 67 կիլոգրամ խնձոր, մինչև երեկո վաճառվեց 40 կիլոգրամը, որքան խնձոր մնաց խանութում, բանալի բառերն են, առանց որոնց չենք կարող պատմել խնդիրը, կար, վաճառվեց, մնաց, խանութում կար 67 կիլոգրամ խնձոր, վաճառվեց 40 կիլոգրամը, թիվը մեծացավ, թե փոքրացավ, եթե վաճառվեց, ուրեմն խանութում խնձորի թիվը պակասեց, որպեսզի պակասի, պիտի կատարենք հանման գործողություն, 67-ից հանած 40, սա արտահայտությունն է, այժմ ասմենք հավասարությունը, 67-ից հանած 40 հավասար է 27 կիլոգրամ, պատասխան 27 կիլոգրամ, 301 համարի խնդիրը, վարպետը Լարի 48 մետր երկարության փաթեթից 30 մետր օգտագործեց, քանի մետր լար մնաց փաթեթում, ուրեմն կար 48 մետր, կտրեց, վերցրեց, օգտագործեց 30 մետրը, մնաց հարցական մետր, կար, կտրեց, թիվը փոքրացավ, ուրեմն պետք է կատարենք հանման գործողություն, արտահայտությունը կլինի 48-ից հանած 30, հավասարությունը 48-ից հանած 30 հավասար է 18 մետր, պատասխան 18 մետր, բիդոնում կար 75 լիտր կաթ, բիդոնը մեծ աման է, որի մեջ կարելի է հեղուկներ լցնել, պանիր պատրաստելու համար օգտագործեցին 40 լիտրը, 75 լիտրից 40 լիտրը վերցրել օգտագործել են, որքան կաթ մնաց բիդոնում, կար 75 լիտր, օգտագործեց 40 լիտր, մնաց հարցական լիտր, արտահայտությունը կլինի 75-ից հանած 40, հավասարություն կազմենք 75-ից հանած 40 հավասար է 35 լիտր, 7 տասնյակ 5 միավորից եթե 4 տասնյակը հանենք կմնա 3 տասնյակ 5 միավոր, պատասխան 35 լիտր, 303 համարի խնդիրը կաշտանք, Հայկի պապիկը 77 տարեկան է, իսկ տատիկը 70, Հայկի տատիկը քանի տարով է փոքր պապիկից, համեմատության վերաբերյալ խնդիր է, երեխաներ պետք է գտնենք տարբերությունը, Հայկի տատիկի և պապիկի տարիքների տարբերությունը, մեր բանալի բառերն են պապիկը և տատիկը, պապիկը 77 տարեկան է, տատիկը 70, պետք է գտնենք տարբերությունը, հիշում եք չէ, ես սովորեցրել եմ տարբերությունը գտնելու համար դնում եք երկկողմանի սլակ, այսինքն մեծ թիվը որքանով է մեծ փոքրից կամ փոքրը որքանով է փոքր մեծից, որպեսզի լուծենք այս խնդիրները միշտ մեծ թվից հանում ենք փոքր թիվը 77-ից հանած 70, հավասար է 7 տարի, պատասխան 7 տարով տատիկը փոքր է պապիկից կամ պապիկը մեծ է տատիկից, 304 համարի առաջադրանքը նույնպես կլոր տասնյակին թիվ գումարելն է,
Նորից երեխաները տասնավորներն են գումարում, միավորին ձեռք չեն տալիս, հաշվում են եւ գրում։ Առաջադրանք 307-ը պետք է բացահայտեն օրինաչափությունը եւ լրացնեն դատարկ բանթակները։ 16, 26, 36։ Երևում է, որ թիվը մեծացել է 10-ով, գումարած 10-ը։ 36-ին գումարած 10-ը հավասար է 46, 1 տասնյակ էլ ավելացնենք 56, եւս 1 տասնյակ 66 եւ 76։ Նայենք հաջորդ օրինակին 47, 57, 67։ Եթե նկատում եք, մենք պետք է թվից ձախ երկու թիվ գրենք եւ թվից աջ պիտի երկու թիվ գրենք։ Նայում ենք 47, 57, 67։ Որպեսզի գտնենք նախորդը, պետք է հանենք 10-ը, որպեսզի գտնենք հաջորդը, պետք է գումարենք 10-ը։ 47-ից տեղափոխում ենք 1 տասնյակ ձախ։ 47-ից հանած 10 հավասար է 37, 37-ից հանած 10 հավասար է 27, 27, 37, 47, 57, 67 կարելի է պարզապես տասնյակներով հաշվել, 77, 87։ Հաջորդը 98, 88, 78, նկատում ենք, որ թվերը գրված են նվազման կարգով, մեկական տասնյակ փոքրացնելով, 78, 68, 58, 48, 38։ Եվ վերջինը 75, 65 նորից նվազում է, մեծից փոքր են գրված թվերը, 55, 45, 35, 25, 15-ը արդեն ունեինք։ Եվ ամենավերջում էլ, հետևելով դասակարգում այգի բերած օրինակներին, գումարում եւ հանում ենք տասնյակները։ Նորից կլոր տասնյակ գումարելու համար պարզապես տասնավորներն ենք մեծացնում, նշված տասնյակների քանակով, հանելու դեպքում նորից կլոր տասնյակը հանելու համար տասնավորից հանում ենք կլոր տասնյակը։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։